Անցած անգամ, երբ նկարվում էինք ու ցույց տալիս հստակ փաստեր, որոնք արձանագրված են Հայաստանի Հանրապետության ՏՄՊՊՀ-ի կողմից, երևակայ այլ անգամ չէին կարող, որ պետական մարմինների կողմից ընդունված որոշումը կարող է հանրությանը ներկայացվել իբրև զրպարտություն։ Կխնդրեմ մեկնաբանես այս հոլովակը, որը տեղադրվեց համացանց եւ իհարկե դրանից մենք ավելի շատ ենք ապշել, քան վերջին 1 տարվա ընթացքում կատարվող իրավախախտումներից։ Շատ լավ։ Միջև մեկնաբանելը ռուսը մի հատ լավ խոսք ունի, դա մեջ բերեմ, ասում է «Не останавливайся, позорься до конца»։ Հիմա այս մարդիկ որոշել են փոփորներից կարճել, միշտեր կարող էին պարզապես հրապարակային ներողություն խնդրեին հանրությունից, որ 1 տարի ուղիղ 1 տարի, նույնիսկ մի քիչ էլ ավել մոլորեցել են հանրությանը, խաբել են հանրությանը, հանրային տարբերակով սուտ են խոսել, մինչև 1 միլիոն մարդ այդ ստերը տեսել է, փոխանակ կանգնեին ասեն ժողովուրդ ջան, կներեք հազար անգամ, սուտ ենք ասել, ներողություն ենք խնդրում, անցանք առաջ։ Դա ավելի գնահատելի կլիներ հանրության լայն շերտերի կողմից, քան թե որ մի հատ էլ ուրեմն Հայաստանի Հանրապետության տնտեսական, մրցակցության, պաշտպանության պետական հանձնաժողովի 26 թվականի հունիսի 9-ի որոշումը ներկայացնում ենք, բարձրաձայնում են իբր հորդորում ենք զերծ մնալ նման խնդրահարույց հայտարարությունից, որոնք ոչ այլ ինչ են, քան բացահայտ զրպարտություն։ Իհարկե ես կմեկնաբանեմ։ Ողջույն բոլորին։ Վերջ։ Ողջույն, Հովհաննես ջան։ Չնայած մի ընկերություն համացանցում բացահայտող տեսանյութ է տարածել մեր մասին։ Այդ ընկերության անունը Բեքֆին է, հանգիստ ասեք անունը չի կծում։ Եւ քանի որ մենք սիրում ենք պարզություն, Ստոպ, դուք չեք սիրում պարզություն, եթե դուք սիրեիք պարզություն, 1 տարի հանրությանը, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր հայրենագիցներին չեք խաբի, մեր բազմաթիվ հորդորներին ականջալուր կլինեիք, մենք մի քանի անգամ ձեզանից 3-ից յուրաքանչյուրին առանձին ասել ենք, որ մի ասեք ստեր հանրությանը դասընթաց վաճառելու համար, մի ասեք սուտ, մի ասեք, որ դուք 95%-ին ապահովում եք աշխատանքով, մի ասեք, որ դուք 50-ից ավել միջազգային գործընկերներ երբ որ չունեք, մի ասեք, որ դուք որակավորված մասնագետներ եք, երբ որ դուք որակավորված մասնագետներ չեք, 100 անգամ ասել ենք մի ասեք։ Պարզություն սիրող մարդը չի խաբում հանրությանը նման ճղճին ստերով։ եկեք անդրադառնանք այս թեմային։ Ասում են իրենց նախին ուսանողներն են, բայց հոռանում են նշել, որ մենք այնտեղ նաև իրենց իսկ խնդրանքով դասավանդել ենք։ Ստոպ։ Չենք մոռանում, փառք Աստծո, լավ հիշողություն ունենք, ամեն օր մեղրաջուր ենք խմում, քնում ենք, այս սենց հիշողություն ունենք։ Ասեմ ավելին, հիշում ենք, ամեն օր էլ գլխնեկիս ենք տալիս, որ ձեզ նման մարդկանց փաստորեն սարքեցինք կադր, այսօր էլ ինչ-որ զրպարտությունների մեջ եք մեղադրում մեզ, այն դեպքում, երբ որ դուք եք հանրային տարբերակով ստախոսությամբ զբաղված։ Մենք չենք հրապարակայնացրել այն փաստը, որ իրենք մեզ մոտ դասավանդել են այն պատճառով, որ դա փակ ինֆորմացիա եղել։ Այն հանգամանքը, որ երեքն էլ սովորել մեզ մոտ Բեքֆին ակադեմիայում ամերիկյան հաշվապահություն, դա բաց ինֆորմացիա է եղել, տեղադրված Բեքֆինի ակադեմիայում տարիներ շարունակ։ Սակայն, ինչ որ վերաբերում է մեզ մոտ ինչ որ փոքրիկ ժամանակահատված դասավանդելուն, դեպ դասավանդելու մասով ես էլ կանդրադառնամ։ Այդ ինֆորմացիան փակ է եղել, քանի որ օրենքը, Հայաստանի Հանրապետության օրենքները կաշկանդում են մարդուն ամեն ինչ շատ բացեիբաց ասելու, իսկ մենք հասկանում ենք, որ այս հարցը ունի այսպես փոքրիկ խրթին օղակ, որ մենք ամեն դեպքում կաշկանդված ենք որոշակի հարցերում հանրային ելույթների ժամանակ, այդ ինֆորմացիան չենք պահել, թե չէ իրականում մեզ ձեռնտու է, որ իրանք 20, այսօրի քանիսն է 26-ն է, երեք են տեղադրել, 25 թվականի, 26 թվականի հունիսի 25-ին երեկոյան ժամերին, այս պահին ժամը չեմ հիշում, սակայն այն ինչ որ մենք հիմա ցուցադրում ենք էկրանի, իրենց իսկ Facebook-յան էջից է, ինչպես տեսնում է դիտորդը, հենց բանի Facebook-ի ռիլից է հատվածը, չենք քաշել ինչ որ փակ աղբյուրներից, բաց Facebook-յան հարթակում տեղադրված ռիլը մեկնաբանում ենք։ Ուրեմն, մեզ իրական ձեռնտու է, որ մենք
իրական փաստը, ճշմարտությունը ասեն, որ այո, նայեք իրանք մեզ մոտ որոշակի ժամանակատած, փոքրիկ ժամանակատած դասավանդել են։ Իրանք են բացահայտել շատ բարի։ Մի հատ բան հարցնենք, էլի։ Մեզ մոտ սովորել են, չէ, դա փաստ է։ Այդ որ մեզ մոտ եկել եք դասավանդելու։ Մասնագետ էիք արդեն դասավանդող պրոֆեսիոնալ, մենք էլ խնդրել ենք վերին աստվածներին, որ դուք իջնեք մեզ մոտ դաս տալու, նայելու իջը։ Բեքվինի ակադեմիայում մենք ունենք հետևյալ կադրային քաղաքականությունը։ Մեր աշակերտներից ստանում ենք կադրեր։ Ինչու՞։ Որովհետև 22 թվականի մարտին, երբ որ մենք սկսեցինք ամերիկյան հաշվապահություն դասավանդել, շուկայում ձեռքիդ մի ձեռքիդ մատների վրա հաշված մասնագետներ կային, ովքեր որ իրապես գիտեին ամերիկյան հաշվապահություն։ Մինչև այսօր էլ դունայի 22 թվականի մարտից 26 թվականի մարտը անցել արդեն մտնում ենք հուլիս ամիս։ Դեռևս լուրջ կադրերի խնդիր կա, նույնիսկ այսօր 5-րդ ամառն ենք մտել, 5-րդ ամառը, բայց դեռևս կադրերի խնդիր կա։ Եվ քանի որ Բեքվինի ակադեմիայի լավագույն կադրերից երկու աղջիկ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր, 25 թվականի հունվար-փետրվար այդ ամիսներին չէին կարող դասավանդել այն պարզ պատճառով, որ հղի էին, դեկրետի պետք է գնային, պատրաստում էին դեկրետի, մենք, քանի որ մեր դասավանդողների մեծ բոլոր այդ ժամանակահատվածում բոլորը աղջիկներ էին, փորձեցինք սեռային առումով բալանս ապահովել եւ մեր տղա աշակերտներից այս երեքին ավելի հարմար բոլեեմենիա ռուսը կասեր, բոլեեմենիա ավելի հարմար կադր իրանց գտան եւ քանի որ իրանք արդեն իսկ Բեքվինի ակադեմիայում ուսուցումը ստացել էին, բերել ենք Հովհաննես Մուրադյան 25 թվականի հունվարի ինչ փորձ է ունեցել 24 թվականի նոյեմբեր ամսին է դասընթացները ավարտել 25 թվականի հունվարի համար արդեն փորձից է խոսում վիդեոներ ենք այսինքն այն դասընթացները որոնք որ մենք իրականացնում ենք մեր իսկ մշակած կոնցեպտի հիման վրա դրա այդ կոնցեպտին համարժեք նյութերը տրամադրել ենք վիդեոները եկել են գրասենյակ նայել են վերամշակել ենք իրանց վերապատրաստել են որպեսզի մտնեն լսարան ասել ենք որ լսարան իրանց ոնց բան ինչ խոսան լսարանը կառավարայոց ռետորաբանությունից սկսած մինչև ամենափոքրիկ դետալներ ոնց պետքա սովորած է իմացած է նյութերը լսանին ներկայացնելը ինչպես պետք է այդքան մանրակրկիտ աշխատանք է կատարվել մենք իրանք մինչև մեզ նշում դասավանդել են եկել են մեր մոտ սովորել են բերել ենք մեր մոտ վերապատրաստել ենք համապատասխան փորձն ու գիտելիքները տվել ենք համապատասխան նյութերը տվել ենք մի հատ էլ որպես մասնագետ ես Բեքվինի այլ թիմակիցներ վերահսկել ենք դեմո տարբերակով մեզ ծանոթ մարդկանց դասավանդել են որպես դեմո դասընթաց, որպեսզի երբ որ լսարանի առաջ կանգնեն ու դաս տան, չլինի որ անփորձ կադրերի են բերել մարդկանց վրա դասընթաց են նաղդում կնել եք արտահայտության համար։ Նենց որ ձեր դասավանդելու շնորհքն էլ է Բեքվինից, շավ եւ մատ ձեզ։ Անցնենք առաջ։ Տեսանյութում ցուցադրվող մեր գովեստի խոսքերն տարիներ առաջ նկարվել են իրենց իսկ խնդրանքով, որպես ընկերական լավություն։ Այդ Stop։ Կոստաննա չէ գալիս։ Ուրեմն, ինչ որ վերաբերում է տեսանյութում, որ իրանք կարծիք են հայտնում մեր ուսուցման մասին։ Ներկայացնում որպես որ մենք խնդրել ենք, եւ իրանք էլ այդ խնդրանքին ի պատասխան ընկերական լավություն են արել։ Նախ իրանք մեր ընկերները չեն եղել, որ մեզ էլ մի հատ էլ ընկերական լավություն անեն։ Երկրորդ, ուրեմն ինչ վերաբերում է կարծիք վերցնելուն, յուրաքանչյուր դասավանդող, յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր ծառայություն մատուցող ընկերություն դա համընդհանուր ընդունված պրակտիկա է, որ ծառայություն մատուցողը տնտեսվարողը իր հաճախորդից, տվյալ բանակայում, հա իհարկե, իր ուսանողից կարծիք է հասնում, եթե մեր մասին կարծիք ունեք,
կարող եք բարձրաձայնել։ Հիմա այս մարդիկ, հիմա ես չեմ ուզում շատ այդ կարծիքի այն հոլովակը, որ նկարված են ու մենք այդտեղից ռիլ ենք նկարել։ Այդ կարծիքի նյուանսները, այդ վիդեոյի նյուանսները շատ չեմ ուզում մեկնաբանել, որտեվ հնարավոր է հետագայում դա մեկնաբանի, որ անձնական ինֆորմացիա ենք հրապարակայնացնում։ Դրա համար, այսինքն շատ օբյեկտիվ եւ լուրջ ուրեմն հանգամանքներ կան, որ իրենք շնորհակալություն են հայտնում մեզ։ Բայց եթե հարցին, այսպես թեորիապես նայենք, իբր դժգոհ էին, չէ՞ որ ներկայացնում է լավություն են արել։ Դժգոհ հաճախորդը երբեք իր դեմքով վիդեո հոլովակում շնորհակալության խոսքեր, լավ կարծիքի խոսքեր չի ասում։ Չկան իմ անվան։ Իսկ խնդրանքով։ Անգամ խնդրանքով։ Դու պատկերացնում ես միտեղ գնաս օրինակի համար, ինչ ասեմ, ինչ-որ միտեղ գնաս անգլերենի դասերի, օրինակ եմ բերում անգլերենի դասերը։ Դժգոհ լինես, որ քեզ վատ են սովորացրել, վերջում ասեն Լուիս ջան, կասես շնորհակալություն ինչ լավն է, դու կուտես հա իհարկե, չնայած որ ես շատ դժգոհ եմ, բայց եկեք ձեր մասին լավ բան ասեմ, դες բան դու կանեիր։ Իհարկե չէի անի ու իմ կարծիքով ոչ ոք չէր անի։ Ասենք առաջ։ Այդ լավությունը հիմա որպես կոմպրոմատ ներկայացնելը թողնում եմ ձեր դատին։ Ստոպ։ Լսում ես կոմպրոմատ բառ։ Կոմպրոմատ։ Ես խնդրում եմ, երեխեք ջան, հոլովակը երբ որ կնայի կբացեք Աճարյանի բառարանը կամ ռուսերեն հայերեն ուրեմն բառարան եւ կոմպրոմատ բառի նշանակությունը կխնդրեմ իմանալ։ Փորձեք ճշտել ինչ է նշանակում կոմպրոմատ։ Ինչ վերաբերում է կոմպրոմատին, մենք կոմպրոմատ հավաքելու խնդիր ընդհանրապես չունենք։ Ինչու չունենք, որովհետեւ կարծիքները, որոնք որ մենք հրապարակայնացնում ենք, դրանք միայն մի պատճառահետևանքային կապ ունեն, որ այս մարդիկ, երբ որ 25 թվականի մայիսի 5-ից բացեցին իրենց PPA pen and paper accounting Facebook-յան եւ Instagram-յան էջերը եւ սկսեցին նույն Backfin-ի կոնցեպտ բառները երբ պետք է բացատրենք ինչ նշանակում կոնցեպտ, սան առանձին կանդրադառնամ։ Նույն կոնցեպտով սկսեցին ուսուցում իրականացնել սուտ պարունակող գովազդով եւ տարբեր այլ մարդկանց մոտ սկսեցին փնովել մեզ, որ իբր մենք շատ վատն ենք, իրանք շատ լավն են։ Մենք իրանց կարծիքները, որոնք որ գեներացվել են 24 թվականին դեռևս, որ ասում եմ տարիներ առաջ, պակուս թվին չէ, նոյի թվին, ընդհանրապես 24 թվականի մասին ենք խոսում, այսինքն 1.5 տարվա պատմություն ունեն այդ կարծիքները։ Այդ կարծիքները մենք օգտագործում ենք որպես հակափաստարկ այն բամբասանքներին, որոնք իրենք տարբեր մարդկանց մոտ անում են։ Հետևաբար սա կոմպրոմատ չի, այլ հակափաստարկ է։ Անցնենք առաջ։ Ավելին, առանց որևէ համաձայնության վերցրել ու օգտագործել են մեր անձնական նկարները։ Ավելի, իրանք իրանց հանրայնացրել են։ Մենք անցած անգամ որ նկարվում ենք չենք բացել ենք instagram.com pen and paper accounting։ Դուք եք ձեր նկարները տեղադրել համացանցում, ու չեք ուզում մեզանից։ Դուք հանրային գործունեություն եք ծավալ, մենք ձեզանից կադր չենք վերցրել։ Ձեր վկայականներն էլ նոյի թվից վկայականները, որոնք որ Backfin-ում ստացվել են, նոյի թվից տեղադրված են Backfin ակադեմիայի էջում։ Անցեք առաջ։ Ուզում ենք հատկապես նշել, որ մենք մեր դասերը կազմակերպում եւ անցկացնում ենք բացառապես մեր սեփական փորձի եւ պրակտիկ գիտելիքների հիման վրա։ Ու դա երբեք ու որևէ կոնտեքստում չի կարող ներկայացվել որպես այլ անձի հեղինակային իրավունքների խախտում։ Ստոպ։ Մենք անցած վելի ժամանակ, անցած նյութերի ժամանակ երբևիցե Լուիս ջան կհիշեց, որ ես հեղինակային իրավունք արտահայտություն օգտագործած լինեմ։ Իհարկե ոչ։ Երբեք մենք այդ արտահայտությունը մտավոր սեփականություն, ուրիշի հեղինակային իրավունքներ, երբևիցե այդ խոսույթը, այդ բառամթերքը չենք օգտագործել։ Ինչու՞։
Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքների մասով օրենքի մեծ բացթողումներ կա, ցավոք սրտի։ Այս թեմայով ինձ թվում է շատ մարդիկ մեր ցավը կկիսեն այն իմաստով, այն կոնտեքստում, այն համատեքստում, որ իրականում Հայաստանում կան մարդիկ, ովքեր ստեղծում են կոնցեպտներ, ստեղծում են նյութեր, իրենց մտավոր սեփականությամբ բաներ են մշակում, նյութեր են մշակում, բայց փաստորեն դրանք պատշաճ պաշտպանության չեն արժանանում։ Սա արդեն մեր երկրում օրենքների բացթողի վիճակից է առաջացել, այս վիճակը անվերահսկելի է դարձել եւ սա մենք քաջ գիտակցելով երբևիցե չենք օգտագործել հեղինակային իրավունք բառը, որովհետեւ դե յուրե դա ապացուցել չենք կարող։ Ոչ թե որ դա մերը չի, այլ իրավական իմաստով օրենքների շրջանակներում դա ապացուցել հնարավոր չի։ Դե ֆակտո այո, այդ կոնցեպտները մենք ենք մշակել։ Շուկան մենք ենք ստեղծել։ Zohobooks, QuickBooks online ծրագրերի կոնցեպտով մինչև մեզ ով է ուսուցում իրականացրել։ Խնդրում եմ թող որևիցե մեկը, ով որ Zohobooks եւ QuickBooks online երամսյա եւ հանգամսյա դասընթացներ սկսնակների համար եւ հաշվապահների համար այս կոնցեպտով, եթե որևիցե մեկը առարկայական փաստ կբերի, որ մինչև Բեքվինի ակադեմիան ուսուցում է իրականացրել այս կոնտեքստների շրջանակներում, ոչ թե օրինակի համար QuickBooks ծրագրի ուսուցում, օրինակ։ Գուցե եղել է ինչ-որ մեկը, ով QuickBooks online սովորացրել է ինչ-որ մի փոքրիկ կաբինետում, որը չի էլ պրոպագանդվել, չի էլ բարձրաձայնվել, չի էլ հրապարակայնացվել։ Գուցե ես չգիտեմ, օրինակ Տավուշի մարզում ինչ-որ մեկը օրինակ բերեց Տավուշի մարզում կամ Հեռավոր Սյունիքի մարզում ինչ-որ մեկը ինչ-որ բան արած լինի։ Ես խոսում եմ 2022 թվականի մարտի դրությամբ, դրանից հետո 23 թվականի հունվարի դրությամբ մեր մշակած երամսյա հանգամսյա դասընթացի մասին։ Դուք մեզանից հետո այս կոնցեպտի շրջանակներում կոնցեպտ, ոչ թե հեղինակային իրավունք, կոնցեպտ չգիտեմ meg որ բառ օգտագործեմ։ Ես ամենասնա я про Ивана ты про Балвана վիճակն է։ Ես կոնցեպտ եմ ասում, իրանք հեղինակային իրավունք են ասում։ Այս դրամաբանության մեջ մեզանից հետո դուք եք մտել նույն կոնցեպտով եւ կոնցեպտի շրջանակներում, եթե մեր տված նյութերից կանաչ գույնի սլայդերը բովանդակությունը տեղադրեք կապույտ գույնի սլայդերի մեջ, չեղավ ձեր հեղինակային նյութերը։ Այդ որ խրոխտ տոնով խոսում ես, Հովանես ջան, քո սուտը չի դառնում դրանից ճշմարիտ։ Ոչինչ, որ ձեր մոտ սովորած ուսանողը հետո բերել է մեզ ցույց է տվել, թե դուք ինչ նյութերի հիման վրա եք ուսուցում իրականացնում։ Սկսած տերմինոլոգիայից, մեր տերմինոլոգիան տպված է այս տեսքով, հորիզոնական։ Նույն հերթականությամբ անգամ իրանց մոտ տպված է ուղղահայաց։ Այս ոչմա, որ իրանց նյութերով են դասավանդում, կոսմետիկ երկու նախադասություն մի քիչ վերամշակել են, բայց նույնիսկ հերթականությունը տերմինոլոգիայի նույնն է։ Իդեպ սա զրպարտություն չէ, եթե կարիքը լինի, այդ ամենը կարող ենք տեղադրել մեր Facebook-յան եւ Instagram-յան սոցիալական հարթակներում նույնպես։ Անցնենք առաջ։ Ուստի հորդորում ենք ձեզ մնալ նման խնդրահարույց հայտարարություններից, որոնք ոչ այն ինչ են, կամ բացահայտ զրպարտություն։ Զրպարտություն բառը, ոնց որ թե ես քիչ առաջ ասացի էլի, որ ես զրպարտություն բառը չգիտեմ, այդ էլ Աճարյանի բառանը բացեք։ Կրկնվում եմ, իմացեք զրպարտություն բառի նշանակությունը, մենք խոսում ենք բացառապես փաստերով։ Եվ այդ փաստերից էլ դուք զայրացել եք եւ փորձել եք հանրության աչքի նոց խոսք չէ։ Որպեսզի իբր հակափաստարկներ բերեք, բայց այս հակափաստարկ կոչեցյալն էլ ինքը շատ կոչեցյալ հակափաստարկը, նորից մենք իրական փաստերով ուրեմն արձագանքում ենք։ Քրիստինե ջան, փաստորեն ես գալիս եմ այն եզրահանգման, որ մենք ապացուցում ենք, որ նրանք մարդկանց խաբում են սուտ գովազդով, բայց իրենք կանգնում ասում են, վայո ձեզ մենք մասնակետ եք։ Այո։
հարցին մեկնաբանում են այն դիտանկյունից, որը որ իրենց ձեռնդու է։ Ինչ է արվում։ Տնտեսական գործունեություն է արվում իրանց կողմից, չէ՞։ Պետք է չէ մրցակցային ինչ-որ մի հատ ֆոն ապահովենք։ Ի հակադարձ մեր ասացի, որ մենք ասում ենք մի խաբեք, հատուկ նորից շեշտում եմ, մի խաբեք, որ 95% ձեր աշակերտներին տեղավորում եք աշխատանքի, երբ որ դա չեք անում։ Մի ասեք, որ դուք ունեք 50 հատ միջազգային գործընկեր, որոնց անունները դուք ոչ ներկայացրել եք, տնապապահայիններ ասել են, որ ոչ ֆորմալ ձևաչափով են իբր թե աշխատում։ Ցույց տվեք այդ 50 հատ միջազգային գործընկերոջ տեղը հասկանանք։ Մի ասեք, որ որակավորված եք, երբ որ որակավորված մասնագետներ չեք։ Մի ասեք, որ 3 տարվա կազմակերպություն եք, երբ որ մի տարվա կազմակերպություն նոր եք դառնում։ Եվ մի շարք այլ այսպիսի ստեր։ Մի ասեք, որ համահիմնադիրներ եք, երբ որ ընդամենը ԱԶ-ի անվան տակ եք գործունեություն ծավալում։ Մի ասեք, որ ֆիզիկապես Նյու Յորքում եք գտնվել եւ այնտեղ աշխատել, սովորել։ Դա արդեն մարդիկ բերում են այդ ինֆորմացիան, հասցնում են, հասկանում ես։ Մենք մեր տեղը նստած, սա հանրային գործունեություն է։ Երբ որ իրանք ասում են հանրային ասեն, հանրային գործունեություն, Բեքֆինն էլ է հանրային անուն, PPA-ն էլ է հանրային անուն, Բեքֆինը հանրային անունը արդեն 8 տարի, իրենք հանրային անուն են տենց մի 10-12 ամիս։ Հանրային գործունեության մեջ, երբ որ մենք ասում ենք մի ստեք, մենք դա բարձրաձայնելու ենք, հակառակ պարագայում մենք բարձրաձայնելու ենք։ Ոտնահարում եք եւ մնացած տնտեսվարողների իրավունքները, ոտնահարում եք սպառողների իրավունքները, ոտնահարում եք մոլորեցնում եք սպառողների ձեր սուտ գովազդներով։ Իրանք կանգնում ասում են մեր նյութերը, մեր կոնցեպտը։ Հեղինակային իրավունքը գոյություն չունի, դա ուրիշի հեղինակային իրավունքի ոտնահարում չի։ Ժողովուրդ ջան, մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Իրանք հարցին նայում են, ուզում ես բացեն, ինչ համատեքստում են նայում։ Հիշում ես անցած ինտերվյուի ժամանակ ասեցի, խիմենակ դու պտի դաստաս։ Իրանք հարցի նայում են հետևյալ ուրեմն տրամաբանության մեջ ուզում ենք դաս ենք տալիս, ով ես, որ ինչա մեզ ասես դաս մի տուր, մենք չենք էլ ասել դաս մի տուր, ասեմ ավելին, արդեն շակերտներ են Այս թվում է ավելի շատ նախորդ մեր հոլովակը բովանդակությամբ չեն հասկացել, չեն ընկալել։ Իրանց ձեռ չի տալիս ընկալել, իրանց ձեռը տալիս խոսեն այն, ինչ որ իրանց պետքա իրանց դասարանի ինֆորմացիայով հասու լինելու համար։ Արդեն մեր ներկայացրած ինֆորմացիան այսպես ոտքից գլուխ շրջում են, որպեսզի իրանց ձեռնտու ձևով մեկնաբանեն։ Որովհետև իսկ ինչի չեն ասում, չէ, գիտեք, ինչ կա 95%-ին, թե զրպարտում եք, ասեք, որ 95%-ին ապահովել եք աշխատանքով։ Եթե զրպարտում եք, խիեք ջնջել ամբողջ ձեր Facebook-յան էջը այս տարվա մայիսի 25-ով թազա էջ բացել։ Եթե զրպարտում եք, ցույց տվեք ձեր 50 գործընկերներին եւ այսպես շարունակ։ Եվ այսպես շարունակ։ Նույնիսկ են շեշտում, մեկնաբանում են այնպես, ինչպես իրանց պետքա, իրանց լսարանին ավելի ընկալելի լինելու համար, որ լսանան չասի, բախի եք մեզ խափում այսքան ժամանակ։ Իրանց նախկին ուսանողները չասեն, ոնց դուք որակավորված մասնագետ չեք եղել, բայց դուք ներկայացրեք որպես որակավորված, ոնց փաստորեն 50 միջազգային գործընկեր եք ունեցել, բայց ոչ մեկի անունը չգիտենք, ոնց բանը, եւ այսպեսի ոնց է, իմ արդեն դժվար է հիշել բաժանը։ Ես գիշերն անց այդքանը հիշել ի վերջո։ Ես գիշերն անց ենք նկարվում։ Այս համատեքստում իրանց մեկնաբանությունը հետևյալն է։ Բեքֆինը պետք է ասի, մենք դաս տանք, թե դաս չտանք։ Բեքֆինը չի էլ ասել, ինչ որ մեկը իրավունք ունի դաս տալու, թե չէ, որտեղ Բեքֆինը նման լիազորություններով օժտված իրավաբանական կամ ֆիզիկական անձ չի։ Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում եւ գործունեություն ծավալում, մենք գտնվում ենք ազատ անկախ հանրապետությունում, որտեղ յուրաքանչյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձ ազատ է զբաղվել այն գործունեությամբ, որով որ ինքը ուզում է զբաղվել եւ այդ ոլորտը օրինական է, եւ եթե դու տնտեսվարող ես դառնում, ապա պետք է խաղաս ըստ ուրեմն բիզնեսի կանոնների, բիզնեսի օրենքների։
Եվ դրա համար գոյություն ունի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Էլ որ լեզվով բացատրենք, որ մեր ասածը ոչ թե այն է, որ դուք դաս եք տալիս, ինչ ուզում եք տվեք, ինչ ուզում եք արեք, դա մեզ տարքից չի ընդհանրապես, դա մեր քրթի գործը չի, ինչպես որ ուրիշի քրթի գործը չի, թե մենք ինչ ենք անում, օրենքի շրջանակներում, լավ է, օրենքի շրջանակներում չի, վատ է։ Ես ասում եմ դուք օրենք եք խախտում, իրանք ասում են խիմենով դու պետք է դաս տաս։ Դե լավ։ Սա արդեն գիտես նույնիսկ ծավալվել մեկնաբանելու առումով, եթե դիմացինը չի ուզում քեզ հասկանա, անիմաստ արդեն սրանից են կողմ, ես էլ որևիցե բան չունեմ մեկնաբանելու, եթե սրանից հետո իրենք շարունակեն նորից ինչ-որ հոլովակներ, ինչ-որ նյութեր, գուցե իրենք ինչ-որ զրպարտիչ նյութեր տարածեն, գուցե ինչ-որ այլ գործողություններ անեն, ես չեմ կարող այս բանին գուշակել, իրենց հաջորդ քայլը որն է լինելու, բայց մենք Backfin-ի թիմը այլևս չի մեկնաբանելու իրենց գործողությունները, որտեղ նախ մենք պարապ չենք, որ անընդհատ մենք ինչ-որ sense երկխոսությունների հեռահար կարգով երկխոսությունների մեջ կընկնենք։ Եվ երկրորդ անիմաստ է մեկնաբանը, որովհետև մենք փաստերը արդեն այս թեմայով հետաքրքրված լսարանը արդեն փաստերը տեսել է, լսել է, իրանք միևնույն է չեն ընդունելու, եթե ընդունող լինեին, եթե իրանք սխալը ընդունող լինեին, դեռևս ընդունած կլինեին 1 տարի առաջ, ուղղած կլինեին իրանք սխալները, ուրիշի իրավունքները ոտնահարող գործողությունները կկասեցնեին, եւ կասեն ժողովուրդ ջան, ներողություն կներեք, ընդունում ենք մեր սխալները անցանք առաջ, այլ ոչ թե մի հատ էլ կտանեին խոսակցություն ավելի ինչ-որ sense բանի հեռահար կարգով բանավիճելուն։ Հետևաբար հորդորում ենք զերծ մնալ, ես եմ հորդորում, բարեկամաբար հորդորում եմ։ Զերծ մնացեք, ինքներդ ձեզ խայտարակելուց, մի խայտարակվեք, դադարեք, ներողություն խնդրեք հասարակությունից, որ դուք 1 տարի բոլորին խաբել եք, ներողություն խնդրեք այլ տնտեսվարողներից, որ մնացած տնտեսվարողների այս ոլորտում ամերիկյան հաշվապահության մեջ գործող այլ տնտեսվարողներից նույնպես ներողություն խնդրեք, ասեք ժողովուրդ ջան, ընդունում ենք մեր սխալները, կներեք հասարանքով գնացինք տներով։ Всё։ Ես այլևս որևիցե բան չեմ մեկնաբանելու։ Հարցեր ունեք։ Կարծում եք, որ ձեզ զրպարտում ենք, կարծում եք, որ օրենք ենք խախտել, դիմեք դատարան, կհանդիպենք դատարան։ Քրիստինա ջան, ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է, սակայն ինչ ասեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ շատ բովանդակալից զրույցի համար։ Ես մաղթում եմ մեզ համբերություն, Լուիզ ջան, քեզ շնորհակալություն, որ կեսգիշերն անց, քանի որ խոստացել է հնարավորինս շուտ արձագանքել, որտեղ մեզ էլ են գրում, սա ինչպես նշեցի հանրային գործունեություն է, այնպես չի որ փակ օֆիսներում նստած ինչ-որ հաշտապահական թղթեր են լրացնում, միայն, այսինքն այս տեսանկյունից քանի որ դասավանդման ոլորտը ինքը հանրային գործունեություն է, պետք է արագ արձագանքել, մեզ համբերություն եմ մաղթում, դեպ հասկանում որ մարդիկ միևնույն է իրանց սխալը չեն ընդունելու, բայց այլևս անիմաստ արձագանքելը քեզ էլ շնորհակալություն, որ այս ամեն ինչին համբերատար դիմանում ես, նաև համբերություն մեր ունկնդիրներին, մեզ դիտողներին, մեր հաճախորդներին, մեր ուսանողներին, որտեվ վստահ եմ քեզ ասում, իրենց համար էլ սա հաճելի չի, սա ոչ մեկի համար հաճելի չի, որովհետև գիտես, երբ որ մարդը տեսնում է, որ նմանատիպ կենցաղային լեզվով ասեմ գզբրտոց կա, օրինակ մեր կռիվը, Backfin-ի կռիվը, մեր անվան համար է, ոլորտի, ուրեմն ամերիկյան հաշվապահության դասընթացի շուկան որակական առումով բարձր պահելու համար է, սպառողների իրավունքները պաշտպանելու համար է, մեր իրավունքները պաշտպանելու համար է, իսկ իրանցը յուրաքանչյուրի համար պարզ է ինչի համար է իրանց նման պահվածք։ Շնորհակալ եմ։ Քեզ շնորհակալություն։